Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, երկու շաբաթ անց հանդիպեցինք Գեղեցի լույս հոգևոր հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում։ Ես հիշեցնեմ, որ մեր հաղորդումը եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդարանի հովանավորչությամբ։ Մենք ուղիղ եթերում ենք, կարող եք զանգահարել մեզ 3042 23413 հեռախոսահամարներով եւ ձեր հարցերն ուղղել, մենք սիրով կպատասխանենք, կարող եք մեզ նաեւ նամակներ գրել։ Իմ զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, վերջին շրջանում թեպետ ձմեռ է, ցուրտ է, սակայն դուք շարունակում եք ձեր հովական այցերը, նաև մարզի բարձրադիր գոտիներ, ցրտաշունչ գոտիներ եւ շատ վայրերում մենք հետևել ենք, գիտենք, որ առաջին անգամ ձեր ձեռամբ է մատուցվել պատարագ եւ մարդիկ ոգեշնչված են եւ շատ ոգեվորված են այդ այցերով։ Թեպետ այնտեղ կիսաքանդ են եկեղեցիները, ինչ տրամադրություններ են իշխում այդ վայրերում, որտեղ առաջին անգամ պատարագ եք մատուցել։ Դե մեր մարզը ընդհանրապես ցրտաշունչ է եւ եթե մեր այցերը սահմանափակենք միայն ամառային եղանակով, ապա չենք հասցնի։ Դրա համար բնականաբար ձմեռնել ենք օգտագործում եւ հակառակ ձմռան պայմաններին հաջող նաեւ դժվարություններին ճանապարհային այո այցելում ենք եւ անցած կիրակի այցելեցինք Մուսայելյան եւ այս կիրակի Գոքովիդ երկուսն էլ Աշոտսկի տարածաշրջանում են Աշոտսկի այսպես Մուսայելյանը անշուշտ ավելի մոռացված թերևս գյուղերից է քան Գոքովիդը բայց երկուսն էլ այնպես շատ բարվոք վիճակի մեջ չեն նաեւ եկեղեցական իմաստով երկու գյուղերն էլ ունեն եկեղեցիներ բայց եկեղեցիները խարխլված կիսաքանդ կիսավեր վիճակի մեջ են եւ այնտեղ հնարավոր չէ, այսինքն մանավանդ ձմեռը հնարավոր չէ որևէ մի եկեղեցական արարողություն իրականացնել։ Բայց շատ ավելի անմխիթար էին եկեղեցիների վիճակը նախապես, ամբողջ աղբով, հողով, ամեն ինչով ծածկված եւ Մուսայելյանում եւ Գոքովիդում եւ կարողացանք քանի անգամ երիտասարդներ ուղարկելով եկեղեցիները մաքրել աղբից, հողից։ Հիմա այսպես բարեկարգ ավերագի տեսք են ստացել, դարձյալ ավերագ են, բայց ավելի բարեկարգ։ Դե հուսանք, որ մի օր Աստված մի լույս կբացի, մի դուռ կբացի եւ այդ եկեղեցիները նույնպես կկառուցվեն։ Բայց պիտի ասեմ, որ երկու այցելություններից էլ գոհ եմ, այն իմաստով, որ ժողովրդի մասնակցությունը բավական լավ էր։ Եվ Մուսայելյանում եւ Գոքովիդում երկու տեղերում էլ դպրոցում պատարագը մատուցվեց եւ երկու տեղերում էլ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ եւ իրոք խանդավառություն էր այն իմաստով որ Աշոտսկի տարածաշրջանում շատ չեն որ մարդիկ այցելում են այսինքն եւ մարդիկ ուրախանում են բնականաբար նոր մարդ տեսնելով նոր դեմք տեսնելով առավել եւս եթե այդ դեմքը առաջնորդն է եւ ուրախ եմ այս այցելությունների համար Շնորհակալություն մեր գործընկերները եղել են ցես այդ Գոքովիդում եւ պատրաստել են տեսանյութ եթե պատրաստ է տեսանյութը հիմա կդիտենք կարող ենք արդեն դիտել տեսանյութը ինձ հուշեցին խնդրեմ դիտենք հետո կշարունակենք զրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այս տարվա երկրորդ հովական այցելությունը Աշոտսկի տարածաշրջանի Գոքովիդ գյուղում էր։ Գյուղի եկեղեցին հիմա կիսախոնար է, ժառանգություն է մնացել 19-րդ դարից։ 1860-ականներին գյուղացիներն իրենց ձեռքով են կառուցել այն, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով։ Եկեղեցին գմփեթ չի ունեցել, տանիքը գերանով ու հողով է ծածկված եղել։ Ժամանակի ընթացքում անխնամ եկեղեցին քանդվել է, իսկ 88-ի աղետը հիմնովին ավիրել է այն։ Արդյունքում գյուղը եկեղեցի ու հոգևոր ծառայող չունի, իսկ պատարագի շատ քիչերն են մասնակցել։ Ուստի Սրբազանի այցելությունը մեծ ոգևորություն էր առաջացրել գյուղում, դպրոցի փոքրիկ սենյակում հավաքելով մեծ ու փոքր։ Մեր գյուղում շատ առաջին անգամ պատարագը դրա համար եւ ամբողջ գյուղի համար սա շատ կարեւոր էր։ Առաջին անգամ եմ մասնակցում պատարագին եւ բավարարություն ստացա։ Կուզեի, որ մեր եկեղեցին վերակառուցվեր եւ այնտեղ կարող եմ ես իմ Աստծո հետ խոսել, մեղքեր կիսվել Աստծո հետ։ Կուզենա անընդհատ լիներ եւ այս մեր եկեղեցին, որ քանդվել է, կուզեն, որ դա
նորոգվի եւ այդ տեղն լինի պատարագը։ Գյուղը թեև նյութական եկեղեցի չունի, սակայն հոգևոր եկեղեցու հիմքերն այստեղ աներել են։ Փաստորեն մարդկանց մոտ ոգևորություններ առաջացրեց ձեր այցը, մոտեցել են, ցեսկիցել են իրենց հույզերը, ու հատկապես հատկանշական է երիտասարդներն են խոսում փոքրերը։ Այո, անշուշտ։ Դե առաջին անգամ չէր, որ ես Գոքովիդ եմ այցելում եւ ընդհանրապես, եթե որևէ միտեղ այցելում եմ պատարագ մատուցելու, դա չի նշանակում, որ առաջին անգամ այդ գյուղ եմ մտնում։ Ես մինչ այդ բազմաթիվ երևի տասնյակ անգամներ այդ գյուղերը մտել եմ, եւ Մուսայելյան, եւ Գոքովիդ, եւ շատ-շատերին ճանաչում եմ անձամբ, անունով, ազգանունով, կենսագրությամբ։ Եվ շատ-շատերի հետ եմ զրույց ունեցել, այսօր էլ, դրանից առաջ էլ։ Եվ այո, բոլորի հիմնական մտահոգությունը անշուշտ ինչպես ասվեց եկեղեցու վերակառուցումն է, բայց դրա համար նաև ամեն մեկը իր կողմից պետք է քայլ կատարի։ Չի կարելի սպասողական վիճակում սպասել, որ առաջնորդը ինչ-որ մի բան պետք է անի, եւ ես այսօր այդ մասին արտահայտվեցի ասելով, որ վերջի թեմում 3 քաղաք եւ 128 գյուղ կա, 119 համայնք ընդհանուր։ Հետևաբար առաջնորդը չի կարող բոլոր գյուղերի եկեղեցաշինության հարցերը լուծել։ Եթե նույնիսկ, չգիտեմ, արտառոց, գերմարտ, կային, չգիտեմ, ինչ-որ ուժեր ունենա, դարձյալ չի կարող, հնարավոր չէ։ Դրա համար մենք հերթականությամբ ենք մոտենում խնդիրներին եւ հերթականությամբ ենք աշխատում լուծել։ Բայց եթե ամեն գյուղ ինքը փորձի իր ուժերով ինչ-որ մի բան սկսել, բնականաբար գործընթացը շատ ավելի արագ կընթանա եւ այդ գյուղը շատ ավելի արագ կոչտվի իր եկեղեցիով, որովհետեւ չկան գյուղեր, որոնք չեն կարող գետ ինչ-որ մի բան անել եկեղեցու համար, իրենց եկեղեցու համար, իրենց եկեղեցական շենքի համար։ Թող դա տևի 10 տարի։ Մեր ժողովուրդը միշտ մտածում է, թե գարնանը սկսենք, աշնանը վերջացնենք։ Չէ, այդպես չի լինում։ Գյումրվա ոչ մի եկեղեցի 1 տարում չի կառուցվել։ Ամենափրկիչը 15 տարում, 7 վերքը 10-ից ավել տարի, Սուրբ Նշանը 7-8 տարում, բոլոր եկեղեցիները, մեր նույնիսկ Սուրբ Հակոբը, որ այս այսինքն 21-րդ դարում կառուցեցինք, 3 տարի տևեց։ Հետևաբար պետք չէ մտածել, թե անմիջապես եւ անպայմանորեն մի քանի ամսում պետք է կառուցվի։ Ամեն տարի կարելի է մի բան անել, մի բան ավելացնել եւ կտեսնեք, որ 10 տարի հետո եկեղեցին կառուցված կլինի։ Այնպես որ այս իմաստով համայնքները մեծ գործ ունեն անելու եւ համայնքապետարանները մեծ գործ ունեն անելու։ Ցավոք համայնքապետարանների մեծ մասը համայնքապետերն էլ իրենք չեն տեսնում իրենց տեսադաշտում այդ գործի կարևորությունը եւ մի մասն էլ անշուշտ պարզապես դժգոհելով փնփնթալով է անցկացնում իր օրերը, փոխանակ ձեռքերը քշտի եւ ինչ-որ մի գործով զբաղվի։ Եվ մեր աղբից մաքրվի։ Թեկուզ ասենք եկեղեցին աղբից մաքրելը, որը ոչ ասեք մեծ ֆինանսական միջոցների է, գյուղացիները պիտի հավաքվեն, բահով քլունգով պիտի հավաքվեն, մաքրեն։ Դրանից հետո եկեղեցին ասենք պահպանեն, թույլ չտան, որ ասենք անասուն մտնի, օրինակի համար մի հատ հասարակ ցանկապատ պահել, որպեսզի անասունը չմտնի եկեղեցին։ Սա հասարակ բաներ են, որոնք ցանկացած գյուղ կարող է անել։ Եվ երբ որ չի արվում, այստեղ արդեն սկսվում է մեր դժգոհությունը։ Դե չէ մենք չենք ասում, որ անմիջապես 1 ամիս ժամանակ եք տալիս գնամ կամ տեսնեմ, որ եկեղեցին կառուցված լինի։ Նման հիմար բան մեզանից ոչ մեկը չի ասում, բայց մենք ուզում ենք տեսնել, որ ժողովրդի տեսադաշտում կա այդ եկեղեցու անհրաժեշտությունը, եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը։ Ցավոք դա է պակասում հաջող եւ մեր այցերը նպատակ ունեն դա հիշեցնելու եւ այսօր ես իմ քարոզի մեջ եւ եթերով դա դրանից բացույց չտրվեց, բայց իմ քարոզի մեջ շատ զորավոր կերպով այդ մասին խոսեցի, ասելով որ այլևս բավ է այսպես սպասողական կրավորական վիճակում մնալ, որովհետեւ ես Գոքովիդ չեմ այցելում 90 թվականին, երբ որ նոր ինչ-որ անկախության հույսեր եւ նշումներ կային կամ սովետական միությունը նոր քայքայում էր 2008 թվականն է եւ 18-17 տարի է անցել արդեն անկախությունից մի ամբողջ սերունդ արդեն ծնվել հասակ է առել անկախ Հայաստանի պայմաններում բայց կարծես թե մեր կյանքում ոչինչ չի փոխվել
եւ մեր մտածելակերպում ոչինչ չի փոխվել, դարձյալ նույն սովետական կենցաղավարությամբ ենք ապրում եւ գործում, սպասելով, որ ինչ-որ մի բան պետք է լինի դրսից, մեր երեխաներին չմգրդելով տարիներ շարունակ, եւ ես այսօր այդ մասին արտահայտվեցի ասելով, որ ինչ է նշանակում։ Երեխաները, որոնք սովետական տարիներին չեն ծնվել, այլ ծնվել են անկախ Հայաստանի օրոք, մգրդված չեն, ինչ է նշանակում սա։ Եվ ինչպես կարելի է սա հանդուրժել, եւ ինչու պիտի առաջնորդը սա հանդուրժի։ Եվ երբ առաջնորդը ասենք խիստ է խոսում եւ կշտամբում է, ասում են առաջնորդը խիստ է խոսում, բայց ինչ անի առաջնորդը։ Եթե անկախությունից 17 տարի հետո, հա, 10 տարեկան երեխաներ, 15 տարեկան երեխաներ, 5 տարեկան երեխաներ, որոնք ոչ մի պատճառ չունեն անկնունկ մնալու, անկնունկ են այսօր։ Բայց ինչ ասի առաջնորդը։ Ասի կեցեք, ապրեք, եւս 10 տարի թողեք ձեր երեխաների անկնունկ, այդ ասի առաջնորդը, որ լինի լավ առաջնորդ, որ ասում, հա, առաջնորդը եկավ մեզ գովեց։ Բայց գովելու բան ունեցեք, որպեսզի առաջնորդը գա ձեզ գովի։ Դրա համար անշուշտ գովասանքը իր տեղն ունի եւ ես ուրախ էի, որ ժողովուրդը կար եւ իմ ուրախությունն էլ հայտնեցի այն իմաստով, որ ժողովուրդը կար եւ եկել էր, բայց անշուշտ այն երևույթները, որոնք քննադատելի են, այն երևույթները, որոնք մենք հանդուրժել չենք կարող, այդ մասին լռել էլ չենք կարող։ Իրավունք չունեմ ես լռելու, եթե տեսնում եմ մի իրավիճակ, երբ որ գյուղի կեսը մգրդված չէ։ Ինչը որ թվական 37 թիվն է։ Ստալինյան տերորի տարիներ են, վախենում ենք մեր երեխաներին մգրդել։ Չէ։ Ուղղակի մեր հաշվարկներով, չգիտեմ ինչ հաշիվներով, փնթիությամբ, հասկանում ես, չգիտեմ, ցկցկում ենք։ Մենք ենք մեղավոր, այսինքն ծնողները տվյալ պարագային։ Ինչպես կարելի է երեխային զրկել մգրդության շնորհիվ քո սեփական քմահաճույքների պատճառով։ Երեխան մգրդություն է ուզում, եւ այսօր քարոզի մեջ ասեցի, երբ որ քավորին հարցնում են ինչ է ուզում երեխան, ասում են հավատք, հույս եւ մգրդություն։ Այնտեղ ոչ մի խորովածի մասին արտահայտություն չկա, ճոխսեղանի մասին արտահայտություն չկա, քեֆի մասին արտահայտություն չկա, երեխան չի ասում խորովածի սեղան եմ ուզում։ Երեխան ասում է հավատք, հույսեր եւ մգրդություն։ Բարի եղեք այդ հավատքը, հույսերը եւ մգրդությունը երեխային ժամանակին տալ։ Սա ծնողի պարտականությունն է, իսկ եթե ծնողը թերանում է իր պարտականության մեջ, առաջնորդը ինչ ասի, ասի ապրես, կեցես, շնորհակալություն։ Բնականաբար պիտի հանդիմանի առաջնորդը եւ այլևս ասում եմ հասել է սահմանը եւ սահմանն անցել ենք այլևս։ Հա 1 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի հանդուրժեցինք, քարոզեցինք, խրադեցինք, հորդորեցինք։ Հիմա այլևս եկել է հանդիմանելու եւ կշտամբելու, պարսավելու ժամանակը։ Այլևս անթույլատրելի են այս երևույթները։ Եթե որևէ մեկը հետաձգում է իր երեխայի մգրդությունը, ես չգիտեմ արդեն հեթանոս է։ Ուղղակի հեթանոս է։ Ուրիշ ոչինչ։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում գլխավորով մասսայական կնունկներին։ Մասսայական կնունկները շատ քաջալերական չեն եւ այսօր մենք չենք քաջալերում։ Դրանք սկզբնական շրջանում, երբ որ հա սովետական միությունը գնաց, նոր պայմաններ եղան, այո, նոր այդ բաները եղան, բայց վերջին տարիներին տեսնում եք, որ այդ մասսայական մգրդությունները չկան եւ մենք չենք քաջալերում, որովհետեւ դա ճիշտ ձևը չէ։ Այո, ժամանակին ինչ որ ձև էր ժողովրդի մեջ խանդավառություն առաջացնելու։ Եվ ոչ մի մգրդություն պետք չէ կապել որևէ մեկ այլի մգրդության հետ։ Երեխան հասավ 8 օրական է, 40 օրական է, 1 տարեկան չեղած պետք է երեխան մգրդվի ամենաուշը։ Ոչ թե հասցնեն 17-18 տարեկան, որոշեն, որ այլևս երեխա չեն ունենալու, հա, փագել են, հա, նոր որոշեն բոլոր երեխաներին միասին մգրդել։ Սա անթույլատրելի է, լուրջ չէ, սա նշանակում է լուրջ մոտեցում չկա։ Եկեղեցու նկատմամբ եւ մգրդության հանդեպ լուրջ մոտեցում չկա։ Որովհետեւ վերջ-վերջո 10-15 տարի դու այդ երեխային զուրկ ես պահում մգրդության շնորհիվ։ Չէ որ մգրդությունը դա պարզապես, չգիտեմ, ինչ-որ ծես չէ, ոչ էլ մոգական ինչ-որ բան է, ինչ-որ դա շնորհ է, աստվածային շնորհ է եւ Աստծուն հանձնելու գործընթացը այդ երեխային դու հանձնում ես Աստծուն, դառնում է այդ երեխան Աստուծո բաժինը։ Դու չես տալիս այդ երեխային, որ դառնա Աստուծո բաժին, ուշացնում ես դա։ Եվ այդ ընթացքում 10-15 տարվա ընթացքում երեխան ենթակա է ամեն տեսակ դիվական զորությունների հարձակմանը։ Հետո ինչքան դժվար է այդ բոլոր դիվական զորություններից մաքրելը եւ հանձնելը Աստծուն։
Չի կարելի, սա, այսինքն ինչու համար եմ ասում անթույլատրելի, որովհետև դա վնաս է երեխային, ուշացնելը երեխային վնաս է, վերջ-վերջո ծնողը եթե սրտացավ է եւ քրիստոնյա է, չի կարող դա ուշացնել, իրավունք չունի ուշացնելու։ Այս է մեր ասածը եւ դրա համար այլևս ասում եմ, հասել է մի սահմանի ենք հասել, որ այլևս ինչ-որ հորդորը, խրադը այլևս դառնում են անիմաստ։ Երևի այլև ուրիշ միջոցներ են պետք, ավելի խիստ հանդիմանություն է պետք, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ վերջի վերջո եկեղեցին նրա համար չէ, որ իր քմահաճույքները կատարի, այլ եկեղեցին նրա համար է, որ իրեն ուղղորդի եւ ճիշտ ճանապարհի վրա դնի։ Եվ ինքը ընթանա այդ ճիշտ ճանապարհով։ Հիմա նույնը պսակադրությունների հետ կապված, մեծ պաս եք մտնում այսօր բուն բարեկենտան է, վաղվանից մեծ պաս է։ 9 տարի է, 19 տարի է, ասում ենք, որ ժողովուրդ մեծ պասի ընթացքում ձեռնպա մնացեք պսակադրություն անելուց։ Մի արեք պսակադրություն, որովհետև եկեղեցին այդ ընթացքում սուքի մեջ է, աբաշխարության մեջ է։ Հիմա եթե կողքից հարևանը սուքի մեջ է, հարսանիք չեմ անում։ Հարևանին հարգելով, բայց հեչ պետքս չի, որ եկեղեցին սուքի մեջ է։ Հասկանու՞մ, լրիվ անտարբեր եմ եկեղեցու հանդեպ։ Ինձ ինչ որ եկեղեցին սուքի մեջ է, ես որոշել եմ, այսինչ օրը պիտի պսակ անեմ եւ պիտի պսակ անեմ։ Սա արհամարանք է եկեղեցու հանդեպ, իսկ այդ արհամարանքը վաղ թե ուշ իր պտուղը կդա։ Իսկ եկեղեցին պսակում է այդ ընթացքում, թե մերժում։ Չի մերժում, ինչու համար չի մերժում, որովհետև այսպես թե այնպես նրանք ամուսնանալու են։ Ոչ թե եթե եկեղեցին արկելի, ասի չէ, վաղը ես կպսակ չեմ անում։ Ինքը գնալու է իր ամուսնությունը կնքելու է, ամուսնական առագաստ մտնելու է եւ ավելի մեծ մեղք է գործելու։ Դրա համար եկեղեցին իր սուկը իր մեջ պահելով, ասում է լավ, եկեք օրհնեմ ձեր ամուսնությունը։ Ոչինչ որ ես սուկի մեջ եմ, ոչինչ որ ես տխրության մեջ եմ, ոչինչ որ ես աբաշխարության մեջ եմ։ Դուք ուզում եք ուրախանալ, լավ, եկեք ես ձեր ուրախությունը օրհնեմ։ Բայց վերջիվերջո մի օր պետք է գա, մի ժամանակահատված պետք է գա, ինչ-որ մի թվական պետք է գա, որ ժողովուրդը հասկանա, որ վերջիվերջո այս չարքաշ եկեղեցուն հարգել է պետք։ Եվ այս չարքաշ եկեղեցու օրենքները հարգել է պետք։ Ոչ թե քմահաճույքները պարտադրել եկեղեցու վզին։ Գալ եւ ասել. «Ես որոշել եմ այսօր անել»։ Վերջ, եթե ինքը որոշել է, ով է եկեղեցին։ Ինքն է որոշել։ Բայց դրա համար էլ ինքը ստանում է իր հատուցումը։ Ինչու համար են ամուսնալուծությունները շատանում։ Հենց սրա համար։ Որովհետև մարդիկ քմահաճորեն մոդենում են եկեղեցական կարգն ու օրենքը զանցարելով, հա, ոդնակող անելով եկեղեցական կարգ ու կանոնը, իրենց քմահաճույքով, իրենց որոշումով մոդենում են։ Այս բարի եղեք ժամանակին 1000 անգամ ասել ենք 9 տարվա ընթացքում։ Եկեք եկեղեցի, մի հատ հարցրեք, ասեք, որ օրը անեմ պսակադրությունը, որ լավ լինի։ Որ օրը անեմ, որ հարմար լինի։ Որ օրը անեմ, որ Աստծո համար ընդունելի լինի։ Որ օրը, թե չէ ամեն տեսակ սնահավատությունների հավատում ենք, հա, մեր ժողովուրդ, ամեն տեսակ։ Այս ինչը փչեց, այս քամինես կողմից փչեց, արևելքից փչեց, արևմուտքից փչեց, ինչ էր նշան։ Ամեն ինչի հավատում են, բայց եկեղեցու կարգ ու կանոնից չեն բախենում։ Իսկ մայիս ու սեպտեմբեր ամիսներին այդպես սնահավատություն է, այդ որ պսակադրություն։ Անշուշտ սնահավատություն է։ Մայիս ամիսը ընդհանրակ ուրախության ամիս է։ Այս հենց մայիս ամսին ամեն օր կարելի է պսակադրություն կատարել, որովհետև ամեն օր ուտիկ է, ոչ մի պահոց օր չկա մայիս ամսին։ Բայց ինչ որ մեկը որոշել է, որ չէ, մայիս ամսին պսակ չի կարելի, որովհետև մայիսը վատ է։ Սեպտեմբերին, քանի որ Սուրբ Խաչ է, կարծես թե Սուրբ Խաչի տոնը սուկի տոն է։ Սուրբ Խաչի տոնը տոն է։ Սուկ չի։ Ոչ էլ սեպտեմբերին, սեպտեմբերին էլ ամենալավ ամիսն է պսակադրություններ անելու։ Ուրեմն մայիսին եւ սեպտեմբերին չեն անում, գալիս են, կենտրոնանում են մեծ պահոց շրջանին։ Եվ ուզում են, որ այսինքն հոգեվորականը առաջնորդ ասի, ապրեք ժողովուրդ, կեցեք, ինչ լավ եք արել։ Հա։ Ինչ լավ եք անում, որ եկեղեցու օրենքը չեք հարգում։ Կեցեք, հոյակապ է։ Այսպես շարունակեք։ Բայց մենք կեղծավոր չենք այդ բանը ասենք, վերջ-վերջո չափ կա, սահման կա։ Եվ այսքան ժամանակ ասում ենք, շատ քիչ, չեմ ասում, որ ընդհանրապես տարբերություն չկա, կա տարբերություն, բայց շատ քիչ տարբերություն, շատ աննշան տարբերություն է, շատ աննշան տարբերություն է, եւ սա չի կարող մեզ չմտահոգել։ Հիմա նույնը մադաղների շրջան, մեկ էլ կգա հեսա, վաղվանից մեծ պասի, մեկը կգա, բա մադաղ չեմ կարող, չէ, չես կարող, բա որոշել են,
Եթե դու որոշել ես, էլ ինչ ես ինձ հարցնում։ Գնա քո մեղքը քեզ վրա, դու մի փորձիր քո մեղքը ինձ վրա բարթել։ Ես քո մեղքը պարտավոր չեմ ինձ վրա վերցնելու։ Ես կարող եմ վերցնել այն մեղքը, որի մեջ ես մեղք բաժին ունեմ։ Եթե ես քեզ չզգուշացրեցի, այն ժամանակ ես մեղավոր եմ։ Բայց եթե ես քեզ զգուշացրեցի եւ դու չլսեցիր, ես այլևս անպարտ եմ։ Այլևս քո մեղքը չես կարող ինձ վրա բարթել։ Շնորհակալություն, ինձ հուշում եմ, որ ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Խնդրեմ, դուք եթերում եք։ Ալո, հայր Սրբազան, ինձ հետաքրքրում է մեծ պահքը որն է սկսվում եւ զատիկը որն է։ Շնորհակալություն։ Ինչպես ասացի, մեծ պահքը վաղվանից է սկսում, որովհետեւ այսօր բումբարի կենտաններ, որ նշանակում է վերջին Գերուխումի օրը, երանական դրախտի հիշատակը, երբ որ երանական դրախտում հիշում ենք, որ Ադամն ու Եվան փարթամ ճոխ կյանք էին վարում եւ հետո վդարվեցին եւ մեծի պահոց շրջանը սկսվում է այդ ուրեմն դրախտից վդարումի խորհրդով վաղվանից սկսվում է մեծ պասը վաղը հենց առաջին օրն է իսկ զատիկը մարտի 23-ին է ուրեմն մարտի 22-ի երեկոյան ճրագալույցի պատարագից հետո խտման ընթրիկով պասը կլուծվի եւ մարտի 23-ին արդեն ուտիկ է եւ մարտի 23-ին արդեն պասը վերջացած կլինի ուրեմն 48-49 օր է տևում պահքը եւ վաղվանից սկսվում է եւ թելադրում եք մեր ժողովրդին որ եթե նույնիսկ ուտելիքի իմաստով պայծողության մեջ մտնելու դժվարանում են գետ մնացած բաներով մտքով հոգով մտածումներով կենցաղավարությամբ մի փոքր անդրադարձ ունենան եւ մեծի պահոց խորհրդի մեջ ապրեն որբեսի զադիգն էլ կարողանան դիմավորել այնպես ինչպես պատշաճ է Շնորհակալություն հերթական հեռախոսազանգ ընդունենք ալո Ալո Բարի երեկո Սրբազան այսօր Մոսկվայի ալեքներից մեկում ցույց տվեցին Հուդայի ավետարանը որի լրացում է մյուս 3 ավետարանների Ինչպես կարող է ներկայացնել այդ ավետարանի լույս սգնելը Շնորհակալություն Ուրեմն այն ավետարանները որ մենք ունենք 4 ավետարան Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես սրանք այն ավետարաններն են որոնք կանոնականացվել են եկեղեցու կողմից ընդունվել են եկեղեցու կողմից որպես սուրբ գիրք բայց դրանցից բացի ուրիշ հեղինակներ են գրել Հիսուսի կյանքի մասին, գործունեության մասին, հրաշքների մասին կա Թովմայի ավետարան, կա Պետրոսի ավետարան, ուրիշ տարբեր ավետարաններ կան, որոնք եկեղեցին չի ճանաչել որպես վավերական, որովհետև հիմնականում ճանաչված է եղել, որ նրանք իսկապես այդ առաքյալների կողմից գրված չեն։ Այլ ինչ որ մեկը հետագայում գրել է եւ իր գրվածքին հեղինակություն հաղորդելու համար վերագրել է իր նախորդ ավելի մեծ առաքյալներին։ Եվ հետեւաբար եկեղեցին կանոնական է համարել այս 4 ավետարանը եւ այս 4 ավետարանից դուրս բոլոր մյուս գրքերը, որոնք խոսում են Հիսուսի կյանքի մասին, հրաշքների մասին, գործունեության մասին, կոչվում են պարականոն ավետարաններ, այսինքն կանոնից դուրս ավետարաններ, որոնք եկեղեցու համար ընդունելի չեն եւ հեղինակություն չեն։ Ինչ վերաբերում է այս Հուդայի ավետարանին, որ վերջին շրջանում հայտնված է իբրև թե Հուդա Իսկարիովտացին ինչ որ մի բան է գրել եւ իբրև թե Հիսուսի մասին բացահայտումներ է արել եւ պիտի ասեմ որ սա միշտ բոլոր 2000 տարի է քրիստոնեության ընթացքում միշտ եղել են այսպես հեղինակներ որոնք փորձել են վարկաբեկել քրիստոնեությունը փորձել ծուր հայելու մեջ ներկայացնել Քրիստոսի վարտաբերությունը եւ Քրիստոսի կյանքը եւ հիմնականում սա անշուշտ Իսրայելից է գալիս, ովքեր հիմնական քրիստոնեության թշնամիներն են եւ ամեն կերպ ուզում են քրիստոնեությունը ներսից քայքայել եւ հաջող այսպիսի կեղծ գերականություն են ասպարեզ նետում, որովհետեւ ժողովրդի միտքը պղտորեն։ Եվ այս Հուդայի ավետարան կոչվածն էլ հերթական այսպիսի մի գործիք է, որ նետել են ասպարեզ քրիստոնյաների միտքը պղտորելու համար, բայց Առաջինը չէ, վերջինն էլ չի։ Դրանք կգնան, կմոռացվեն։ Իսկ Հիսուսի ավետարանը կմնա եւ կշարունակի իր հաղթարշավը եւ Քրիստոս այն
Աստծո որդին է եւ նրա դեմ որևէ գործ անիմաստ է, որևէ մեկը թող չփորձի Քրիստոսի դեմ պայքարել։ Եվ հետեւաբար անիմաստ բան է, ես չգիտեմ էլ թե ինչու ռուսական ալիքը այդ մասին խոսել է, որովհետեւ տարօրինակ է, որովհետեւ ռուսներն էլ վերջ-վերջո մի քիչ օրթոդոքս ուղղափառ ժողովուրդ են եւ երևի մամուլի ազատության սահմաններում ինչ-որ մի բան է եղել, բայց լուրջ բան չէ եւ լուրջ չպետք է ընդունել դա, այլ մեր ավետարան այն ավետարանն է, ինչը որ մենք կանոնով ընդունել ենք 2000 տարի։ Շնորհակալություն, եւս մեկ հեռախոսազանգ ընդունենք, ալո։ Ալո։ Խնդրեմ, ուղեք ձեր հարցը։ Բարև ձեզ։ Հարգելի Սրբազան, դուք ասեցիք, որ Պասի օրոք եկեղեցին սուկի մեջ է։ Իսկ դեր ընդառաջը համարվում է ուրախության, դրանք իրար հետ ոնց համատեղ են։ Այո։ Շնորհակալություն, հետո։ Այդպես է, դեռ առաջը միշտ չէ որ մեծ պահքի մեջ է գնում։ Եթե պահքը ավելի ուշ է, զադիկը ավելի ուշ է, ուրեմն դեռ առաջը պահի մեջ չի գնում եւ բնականաբար դեռ առաջը տոնվում է իր ողջ շքեղությամբ։ Այսինքն հարսանիքներ, մնացած բոլոր բաները, բայց երբեմն 4 տարին 1, 5 տարին 1, 10 տարին 1 ոչ հաջող, այլ երբեմն դառնտարաճը ընկնում է մեծ պահքի մեջ, որ նշանակում է, թե դառնտարաճը դարձյալ տոնվում է, տոն է եւ դարձյալ տոնվում է, բայց չափավոր։ Եվ օրինակ տոնացույցի մեջ, ճաշոցի մեջ շատ հստակ ցուցում կա այդ իմաստով, թե եթե տոները, օրինակ ապրիլի 7-ն էլ, որ ավետման տոնն է, երբեմն ընկնում է պահքի մեջ, եւ մեկ էլ դառնտարաճն է ընկնում, այս երկու կարևոր տոները երբեմն պահքի մեջ են ընկնում։ Եվ ուրեմն տոնացույցը հadoop ցուցում է տալիս, ասում է այս օրերին, երբ որ պասի մեջ է ընկնում այս տոները, մրկոկ շադաստիս։ Ինչ է նշանակում մրկոկ շադաստիսը։ Այսինքն միս խորովածից հրաժարվիր, ճող մրկերով լիացիր։ Այսինքն այդ օրը դարձյալ պահոց կերագուրներով, բայց առատ մրկերով, գեղեցիկ ճող սեղաններով, բայց առանց մսեղեն կերագուրների, ուրեմն ուրախացիր եւ քո տոնը արա։ Բայց անշուշտ սա չի նշանակում պսակադրություններին։ Ուրեմն այն տարին, երբ որ դառնտարաճը ընկնում է մեծ պահքի մեջ, բնականաբար պասը պաս է։ Այո, անցած տարի ամուսնացածների այն ինչ որ ավանդական տերնդեզներ, կրակ եւ այլն, դա անում ենք, բայց դարձյալ դա չափավոր պետք է արվի, որովհետեւ այդ տարի դառնտարաճը ընկնում է մեծ պահքի մեջ։ Ուրեմն երբ որ ինչպես այս տարի դառնտարաճը ընկնում է մեծ պահքի մեջ, ուրեմն թելադրվում է ժողովրդին տոնը տոնել չափավոր, ոչ թե եկեղեցում տոնը, եկեղեցին նույն ճոխությամբ տոնում է, բաց պատարակ է լինում, երեգոյան ուրեմն ճրակները տարվում են եկեղեցուց, լույս է տարվում եկեղեցուց, խարույկներ են վառվում, բայց այն ճոխությունները, քեֆ ուրախությունները, մսեղեն կերագուրները, ինչ իմանամ այն բոլոր բաները, որոնք կարվեին, եթե պասի մեջ չլիներ, չեն արվում։ Սա է եւ երբեմն է սա, որովհետեւ ասում եմ դարձյալ միշտ չէ որ ամեն տարին չէ կամ 2 տարին մեկ չէ որ դառնտարաճը ընկնում է մեծ պահքի մեջ, անցած քանի տարին պահքի մեջ չէր, գալիք մի քանի տարիներին դարձյալ պահքի մեջ չի լինի, այնպես որ երբեմն պետք է մեզ զսպենք։ Հիմա այս տարի այսպես է եղել, որ դառնտարաճը ընկել է մեծ պահքի մեջ, է զսպենք մեզ, ինչ է եղել, մեծ արդեն մնացած տոները, չգիտեմ, այնց ճոխ տոնում ենք, մնացելա որ դառնտարաճը պասի մեջ ճոխ տոնեինք։ Այսօր բուն բարեկենտաներ, ով տոնեց։ Կանդադառնանք թեմային, այժմ լսենք հեռուստադիտողին։ Ալո, դուք եթերում եք։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Սրբազան հայր, այսօր տեսնենք որ մեր շրջապատում չեն բանեն այդ սպասակադարության խորհուրդը չեն ընկալել իր ճիշտ ձևին էլի։ Հիմի ինչի դուք չեք գեղեցկի ժողովրդին նոր սպասակադարություն ունեք։ Տնդենք որ սպասակադարություն կենեն, դե ամսի 11-ին սպասակադարություն կա, ինչ կրատես բաներն որ եկեղեցին սպասակադարություն կենեն։ Ու տեղեկատված չեն իրանք էլի։ Շնորհակալություն, այս թեմայի շուրջ սպասակադարությունը կենի, կոնե տեղեկանան նոր էլի։ Այո։ Ես
համաձայն չեմ, որ տեղյակ չեն, շատ լավ տեղյակ են եւ հայտարարությունը հունվարից խփվում է միշտ ամեն տարի Սուրբ ծնունդից հետո մենք հայտարարությունը խփում ենք եկեղեցում ասելով որ այսինչ օրվանից այսինչ օրը Սուրբ Պսակ կատարել չի թելադրվում բայց մարդիկ գալիս են դա կարտալուց հետո էլ դարձյալ ասում են չէ մենք որոշել ենք այսինչ օրը հիմա նույն փետրվարի 11-ին վստահաբար եկել են եւ ասել են փետրվարի 11-ին Պսակ ունենք եւ այնտեղ սպասավոր ասել է բայց փետրվարի 11-ի համար տես հայտարարությունը կարդացել է, բայց դարձյալ մոտեցել է եւ ասել է, չէ, բայց մենք որոշել ենք փետրվարի 11-ին անել։ Հիմա եկեղեցին անում է Պսակ, թե չի անում։ Եվ եկեղեցին ասում է, լավ, անում ենք։ Որովհետեւ դարձյալ ասում եմ, եթե մենք արգել ենք Պսակադրություն, ասենք որ մենք Պսակ չենք կատարում։ Իրենք դարձյալ ամուսնանալու են եւ կրկնագի մեղք են գործելու։ Դարձյալ ոչ մեկը չի հետաձգելու իր ամուսնությունը։ Միամիտ չլինեք, թե որևէ մեկը իր այսինքն Պսակադրությունը իր ամուսնությունը կհետաձգի։ Ոչ մեկը չի հետաձգի։ Քանի անգամ դեպք եղել է, ես եկել են, մոտեցել են ինձ, պատահել է, որ ես եմ եղել այնտեղ դրսում զբոսնել եմ կամ մոտեցել են ինձ, հա, բայց ինչ օրը կարելի է Պսակ կատարել, չէ, չի կարելի։ Բայց մենք որոշել ենք, եւ որ որոշել եք ինչու եք ասում։ Բա հիմա ինչ անենք, չբերենք եկեղեցի։ Այսինքն ինքը մտածում է, որ ընդամենը եկեղեցի բերել կամ չբերելու հարցն է։ Ինքը իր քեֆը պիտի անի, իր ուրախությունը պիտի անի, եւ իրենց եւ ամուսիններն էլ պիտի առագաստ մտնեն մեծ պահոց շրջանում։ Այսինքն միակ բանը այն է, որ իրենք եկեղեցի պիտի չբերեն։ Սա է, դրա համար է եկեղեցին ընթառաջում, ասելով որ լավ, եթե պիտի անեք, ձեր մեղքը պիտի անեք, գոնե կրկնագի մեղք մի գործեք, գոնե կես մեղք գործած եղեք, եկեք եկեղեցին խախտելով իր սուկը, հա, ձեր Պսակադրության խորհուրդը կկատարի, բայց տեղյակ չեն, այդպիսի բան չկա, տեղյակ չլինելու խնդիր չկա։ Եթե նույնիսկ տեղյակ չեն, եկան իմացան, թող հետաձգեն։ Բայց այդպիսի դեպք չի գրանցվել պատմության մեջ։ Ոնց թե արդեն հրավերներ ուղարկել են, արդեն զանգել են, Երևանից, Ռոստովից էսիշն է գալիս, Մագադանից այնիշ մյուսն է գալիս։ Եկեղեցին ով է? Եկեղեցին ամենա երրորդական, չորրորդական տեղում իրենց քմահաճույքը կատարողն է։ Ես որոշել եմ այս ինչ օրը Պսակադրությունը անել, բարի եղի Պսակես։ Սա է մեր ժողովրդի ճնշող մեծամասնության մոտեցումը իր եկեղեցու հանդեպ։ Էսա մերժելի է, բայց դրա համար ես ասում եմ, որ եթե ես իմանամ, որ ես կարգել եմ եւ նրանք չեն ամուսնանա, ես կարգել եմ։ Բայց գիտեմ, որ իրենք ամուսնանալու են, պարզապես եկեղեցին են շրջանցելու, եկեղեցու օրհնությունն են շրջանցելու, կրկնագի մեղք են գործելու եւ կրկնագի փորձության են հանդիպելու։ Իրենք են հանդիպելու փորձության, ոչ թե եկեղեցին։ Եվ այսպես պարբերաբար մարդիկ ելնում են, եկեղեցին ինչու չի արգելում։ Հա, եկեղեցին արգելի, բայց դրանով հարց չի լուծվի, եթե մարդու մտածելակերպը չի փոխվում։ Եկեղեցու արգելքով ինչ է փոխվում։ Եկեղեցու արգելքով բան չի փոխվում։ Եվ Պսակադրության արգելքը մեծ պահոց շրջանում շատ տրամաբանական բանն այն է, որ մեծ պահք է։ Որևէ մեկը հարսանիք կանի պահոց կերագուրներով չի անի։ Եթե պահոց կերագուրներով հարսանիք չես անի, ուրեմն չի կարելի մեծ պահոց շրջանում հարսանիք անել։ Շատ բարձ տրամաբանություն է։ Որովհետև որևէ մեկը թույլ չի տա իրեն հարսանիք անել, հա, առանց խմիչքների, առանց խորովածների, առանց մսեղեն կերագուրների, առանց մնացած փարթամ կերագուրների։ Մեծ պահոց շրջանին, ուրեմն Պսակադրություն հարսանիք չանելու կիրառական պրակտիկ հարց սա է։ Այսինքն եթե հարգում ես մեծ պահքը, ուրեմն Պսակադրություն բնականաբար պիտի չանես։ Բնականաբար մադաղ պիտի չանես, որովհետև միս ուտել չի կարելի։ Ինչ ես մադաղանում, մարդկանց մադաղ ես բաժանում, եթե միս ուտել չի կարելի։ Բայց անցած անգամ էր Սուրբ Սարգսի Պասին էր, մեկը եկել մոտեցել էր, կես ժամ ինձ համոզում էր, որ ես թույլ տամ, որ ինքը մադաղ անի։ Կես ժամ ինձ եւ վերջում էլ գնաց, չէ, ես իմ մադաղը պետք է անեմ։ Որոշել եմ պետք է անեմ։ Հասարակ մարդը, եթե հոգևոր առաջնորդին չի լսում, հոգևոր առաջնորդը գլուխը որ պատին տա, որ քարին տա, հետո ասի արկելեցի, չարկելեցի, արկելում եմ, չեմ արկելում։ Հարցը այն է, որ մենք ինչ որ ասում ենք, ժողովրդի օգտի համար ենք ասում։ Եթե ես որևէ բան քմահաճորեն ասեմ, ինչպես իրենք են քմահաճորեն մոտենում, ես որոշել եմ։
Ես որոշեցի, որ այսօր չի կարելի պսակ անել։ Ես նման բան չեմ ասում։ Ես ասում եմ, եկեղեցու օրենքը այս է։ Եկեղեցու օրենքով այսօրվանից մինչև այսօրը պսակ անել չի կարելի։ Ես իմ քմահաճույքը չեմ ասում, ես որպես առաջնորդ որոշել եմ վաղը չպետք է պսակվեն։ Նման բան չեմ ասում, բայց իրենց քմահաճույքը պարտադրում են առաջնորդին։ Շնորհակալություն, լսենք հեռախոսազանգը, ալո։ Երեկո, շնորհակալություն ձեր հաղորդման համար։ Ու ես երկու հարց ունեմ, առաջինը Կիրակի օրերը քրիստոնյաները անպայման պետք է գան եկեղեցի։ Ես խնդրում եմ, որ դուք պատասխանեք խորհուրդը ինչումն է, եւ երկրորդ հարցը գիտեք, ես ժպտերես քահանաներ մեր եկեղեցում չեմ տեսնում։ Ես ժպտերես չեմ։ Այ հենց հիմա հա շնորհակալություն Աստծուն փառք։ Բայց ոնց որ դա մի չգրված օրենք լինի, որ բոլորը խոժոր, հոնքերը գիդած, խիստ, սպես քենքշելով իրար, եթե մեկը սխալ մամբ ինչ-որ անհաջո իրանց հարց տվեց, այնը ռիսկ արեց։ Նույնիսկ չնայելով, որ դա եկեղեցում է, թե եկեղեցից դուրս է, Պես խիստ, պես դաժան, պես հանդուրժողական վերաբերմունք են դրսևորում իրար։ Իրար։ Վերջում պարզվում է, վերջում մեկը քրիստոնյա է, մյուսը մի քիչ շատ է կաշտած է քրիստոնեական գրքեր, Շնորհակալություն, կներեք, մեր ժամանակը հիմա սահմանափակ է։ Բազան հորը խնդրել, որ ինձ բացատրի, կարող է պատահել սրբերի մեջ գրքեր։ Հիմա մենք կպատասխանենք ձեր հարցին, շնորհակալություն, որպեսզի հարցի պատասխանն ավելի երկար ժամանակ մնա, ինչ են խստաբարում մեր հոգևորականները։ Լավ, առաջին հարցից սկսենք։ Ինչու Կիրակի օրը պետք է քրիստոնյան եկեղեցի գնա։ Կիրակին տերունական օր է։ Կիրակի հենց բառացի նշանակում է Տիրոջ օր։ Հունարեն բառ է Կիրակի, որ նշանակում է Տիրոջ օր։ Եվ ուրեմն 6 օրը մեջն է, 6 օր մենք մեր մասին ենք մտածում, 7-րդ օրը Տիրոջ օրն է, պետք է գնանք եւ իր ադյանի առջեւ ներկայանանք եւ ասենք ահավասիկ ես 6 օր ինձ համար աշխատեցի, գործեցի, քրտնեցի, հոգնեցի, մեղքեր գործեցի, սխալներ թույլ տվեցի, հիմա եկել եմ ներկայանալու քո ադյանի առջեւ, ներում հայցելու այդ 6 օրվա իմ սխալների համար եւ ահավասիկ ես Տեր, դու կանչեցիր ինձ, դու ամեն Կիրակի կանչել ես ինձ, ես էլ գալիս ներկայանում եմ։ Որևէ մի մեծավոր իշխանավոր, որ կանչում է, այսինչ ժամին, վազելով գնում ենք, չէ՞։ Եվ աշխատում ենք շուտ գնալ, հանկարծ չուշանանք, չբարգանա իմ իշխանավորը։ Կիրակի օր այն օրն է, որ Տերը ամեն մեկ քրիստոնյայի կանչել է։ Եվ միշտ։ Եվ ի սկզբանե ասել է, այս օրը սպասում եմ քեզ։ Եվ եթե որևէ մեկը չի ներկայանում, բնականաբար կենաց գրքում էլ գրվում է բացական իր այդ օրը, որ ինքը բացակա եղավ Կիրակի օրը։ Եվ դու հաստատել ես այս պատարագի արարողությանը, եկել եմ պատարագի արարողությանը մասնակցելու, քարոզը լսելու, սուրբ հաղորդությունը ստանալու եւ խաղաղությամբ մեկնելու, իմ գործերով մնացած 6 օրը զբաղվելու եւ հաջորդ Կիրակի դարձյալ գալու եմ։ Սա ուրեմն պարզ, տրիվիալ ճշմարտություն է, որ Տերը սպասում է մեզ Կիրակի օրը եւ մենք պարտավոր ենք ներկայանալու։ Եթե չենք ներկայանում, այսինչ գործ ունեի, այնինչ որ կովս պետք է կթեի, այս պետք է, դրանք բոլորը պատճառաբանություններ են։ Մենակ հիվանդը, որ անգողնային հիվանդ է, կամ այն պաշտոնական այնպիսի, ասենք բժիշկը այդ պահին պետք է հրատապ վիրահատություն կատարի, կամ հացթուխը պետք է այդ պահին հաց թխի, հնա պարզ է, այս իրական, բայց մնացածը բոլորը պարտավոր են։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, քանի որ ժամանակը սուղ է։ Ճիշտ չէ, որ քահանաները խոժոր են, բայց այո, քահանաները հաճախ խոժոր են, ես ինքս էլ հաճախ խոժոր եմ, որովհետև այն հոգսերը, այն իրականությունը, այն դժվարությունները, այն անհասկացողությունը հաճախ, որ ուղեկցում է մեզ, ժպտալու տեղ չի թողնում։ Բայց մենք շատ հաճախ, այսինքն ես ինքս էլ ժպտերես մարդ եմ, բայց ինձ էլ շատ քիչերն են տեսնում ժպտերես, որովհետև
ժպտերեսի տեղ չի մնում այս ամբողջ թնջուկների մեջ, որոնց միջոցով մենք անցնում ենք։ Բայց մեր որոշ քահանաներն էլ ես այդպես խոժոռադեմ, մռայլադեմ քահանաներ չեմ ճանաչում, որ ին որը այո, գուցե լինում են պահեր, նրանք էլ են մարդիկ, ինչպես ես եմ մարդ, բարգության պահ է լինում, դժվարության պահ է լինում, մռայլության պահ է լինում, տրտմության պահ է լինում, եւ այդ պահին չես ուզում գուցե ոչ մեկի հետ զրուցես, ոչ մեկին խոսես, որովհետեւ այնքան տրտմած ես, հոգնած ես։ Բնական է, բայց այդպես խոժորելու խնդիր չկա, բայց ես մի ուրիշ բան ասեմ։ Նախ օրինակի համար Ավետարանում շատ տեղեր գրված է, որ Քրիստոս բարգացավ, բայց Քրիստոս ոչ միտեղ ժպտաց եւ ծիծաղեց, Ավետարանում չի գրված։ Ուրեմն, այսինքն չժպտալը եւ չծիծաղելը ինչ որ մի մեծ թերություն չէ։ Լավ է, որ անշուշտ մարդ լինի ժպտերես, ծիծաղադեմ, բայց ոչ թե անշուշտ չափից ավելի։ Այնպես որ եթե քահանաները լսեցին անշուշտ ձեր դիտողությունը, երևի ապագային կաշխատեն ավելի քիչ խոժոռադեմ լինել, բայց հիմնականում անշուշտ զվարթ երես, ոչ թե պարզապես այնպես միշտ ծիծաղողոտ, բայց զվարթ երես պետք է լինել անշուշտ։